Ով է գրել պատահաբար են պատահում կյանքում բանաստեղծությունը Պարույր Սևակ։ Ճիշտ է։ Որ հայ գրողն էր հայրենիքի մասին խոսելիս ասում դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա։ Շիրազ։ Ճիշտ է։ Շարունակիր տողը, ծովներ գիշերներ։ Ես եւ դու։ Բրավո Մերի։ Ով է Երկիր Նայիրի բանաստեղծական շարքի հեղինակը։ Հասմիկ։ Ավետիք Իսահակյան։ Ոչ, չկա ոչ մի բանաստեղծ, որ կարող ես նշել։ Տերյան։ Այո, Վահան Տերյան։ Իր լավ ընկերներից ում անունն է հիշատակել Չարենցը տաղանձնական բանաստեղծության մեջ։ Թումանյան։ Մերի, ոչ կնոջ անուն է հուշում եմ։ Նա գրող չէ, այլ իր լավ ընկերներից։ Կարինե Քոթանջյան։ Այո, շարունակիր տողը, ոչ մեր սիրելն էր նման սիրելու։ Մոտավոր հիշում եմ, բայց հիմա փորձեմ գուշակել, ոչ բաժանումը։ Ոչ բաժանումը ինչ։ Նման բաժանման։ Ոչ բաժանումը բաժանում եղավ։ Բայց չհաշվենք, որովհետև որպես այդպեսին չէի լավ հիշում։ Ով է այդ բանաստեղծության հեղինակը։ Քիչ առաջ որ նշեցինք։ Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, ոչ բաժանումը բաժանում եղավ։ Պարույր Սևակ։ Ոչ։ Ունես պատասխան Մերի։ Տարբերակել չկա։ Բակունց։ Ոչ։ Տերյան։ Սիլվա Կապուտիկյան։ Ինչպես է ավարտվում Համո Սահյանի «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ» բանաստեղծությունը։ Ախր ես ինչպես թողնեմ, չեմ։ Վերջին տողը հիշիր։ Ամենավերջին։ Այո, բա հարցը դա է։ Չէ։ Հասմիկ։ Բայց հենց ասեցի, že այդ բոհին հիշում էի։ Ախր ես ինչպես ապրեմ առանց ինձ։ Սա էր վերջին տողը։ Ուշադրություն։ Ում է նվիրել Չարենցը իր 3 երգ տխրադալուկ աղջկան բանաստեղծական առաջին գիրքը։ Օրինակ ում կարող է նվիրած լինել։ Կնոջը։ Ոչ։ Իր սիրելի աղջիկ։ Որ սիրելի աղջկան։ Էլի Կարինե Քոթանջյան։ Չէ, Կարինե Քոթանջյան նրա լավ ընկերներից է եղել։ Չունենք պատասխան, առաջին սիրուն, Աստղիկին։ Որ հայ բանաստեղծին են անվանել ազատության երգիչ։ Միքայել Նալբանյանն էր նա։ Խելքի բլից